Բարի լույս սիրելիներ, երկրորդումը օրինաց գրքում կամ երկրորդ օրենքի գրքում 6-րդ գլխում շատ կարևոր մեզ համար պատկամ է տրված, որը դուք բոլորդ գիտեք։ Մովսեսն այնուհետև շարունակեց. Լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ եւ քո ամբողջ ուժով։ Այս պատկամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պարկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև։ Դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա։ Երկար էր սիրելիներ, բայց չափազանց կարևոր է։ Այս հատվածը հрьяաները գիտեք ինչպես են պահում։ Ամեն օր իրենց ձեռքին է սա, ամեն օր իրենց շուրթերին է այս խոսքերը։ Իրենց զավակն անգամ երբ ծնվում է, առաջին բանը դա են ասում են լսիր, սովորիր, քո Տեր Աստվածը մեկ Տեր է։ Մենք սիրելիներ, որպես պահող քրիստոնյաներ այս օրերին, որքանով ենք այս պատվիրաններին անդրադառնում Տիրոջ։ Այս պատվիրաններն են մեզ վերադարձնում Աստծո երանական օրհնության մեջ։ Այս պատվիրանների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նորից հասկանալ, թե մենք ով ենք Աստծո պատկեր ու նմանություն ունեցող անձերս։ Ուրեմն սիրելիներ, տեսեք ինչ գեղեցիկ պատկամ է։ Գնացեք այսօր, բացեք երկրորդ օրենք 6-րդ գլուխ եւ նորից կարդացեք այս հատվածը, որովհետեւ տեսնեք, թե ինչքան կարեւոր է այս պատվիրանը պահել։ Այսօր մենք մեր զավակներին երբ ճաշի են նստում, մենք հայրմեր կամ ճաշ ուտելուց առաջի աղոթքով ենք սկսում այդ, իհարկե կասկածելի է դա։ Երբ մեր զավակները ծնվում են, մենք առաջին բանը աղոթքանել ենք սովորեցնում կամ այս պատգամն ենք տալիս, ասելով, որ գիտես, քո Տեր Աստվածը մեկ է։ Ուրեմն սիրելիներ, պատվիրանապահությունը մեզ համար չափազանց կարևոր պայման է, որովհետև մենք դաստիարակվում ենք դրա մեջ։ Եվ այսօր կուզեմ մաղթել, որ հոգևոր նախաճաշով այս պատվիրանները նորից կան զարդարելու մեր միտքը, զարդարելու մեր բազուկները, որպեսզի ավելի զորավոր լինենք, զարդարելու մեր սրտերը, որպեսզի կայուն լինենք, կամքերս ուժեղ լինի եւ կարողանանք Տիրոջ պատվիրանով զորացած իսկապես որպես քրիստոնյաներ փառաբանենք Տիրոջը այն ամեն վարյանի համար, որ Տերը պարգևել է մեզ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։